Եվ կրկին մեր ճանապարհները խաչվեցին Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում, ողջույն ու բարև, սիրելի հետաքրքրասեր, սիրելի ճամփորդասեր, սիրելի հեռուստադիտող, ներկայացնում ենք ձեզ տարեվերջյան մեր ճամփորդությունը հեռուստա Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքից։ Հիմա հարց, ինչն է կրկին ու նորից մեզ բերել Ծաղկաձոր, նորահայտ եկեղեցին, ինչը թվագրվում է 7-րդ դար, անվան եւ պեղումների մասին ավելի մանրամասն մասնագետների շուրթերից։ Ոնց ենք։ Լավ, կներեք, որ ձեզ այս նախատոնական աժիոտաժից կտրեցինք, բերեցինք Ծաղկաձոր։ Ես գիտեմ, որ աշխատանքները դադարեցվել են դրան պատճառով, բայց վերստին շարունակվելու են, որտեղից, ոնց, ինչ ձև, ինչ կերպ հայտնաբերվեց այս եկեղեցին։ Ուրեմն այս տարվա գարնանից սկսած Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների կողմից ֆինանսավորում է Գեչարիսիվանական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները եւ այդ շինարարական աշխատանքների ժամանակ պատականորեն բացվում են տապանակարեր, որոնցից մի քանիսը արձանագիր են, մի քանիսը զարդանախշված են։ Հարություն, իսկ թաղումները հոգեվոր բնույթի են եղել, թե թագաժառանգներ են այստեղ։ Հստակ չեն կարող ասել, բայց իմ կարծիքով թաղումների մեջ կարող են լինել եւ հոգեվորականներ եւ աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայտնաբերվել է նաեւ կաթողիկ եկեղեցու հարավային հատվածում գծված մի շինության հիմքեր, որը ըստ երևույթին իրենից հանդիսանում է տապանատուն։ Հիմա անդրադառնանք եկեղեցուն ամենակարևոր հայտնագործությանը մեր այս տարվա, կաթողիկ եկեղեցուց մոտ 8 մետր դեպի արևմուտք մենք պատահականորեն հայտնաբերեցինք այս հիասքանչ եկեղեցին, որ ամբողջությամբ տուֆակերտ է, քառախորան եկեղեցի է եւ թվագրում է 5-ից 7-րդ դարերում, պատկանում է մեր վաղ միջնադարյան կենտրոնագպետ Խաչաձև օրինվածքով քառախորան եկեղեցիների ենթատիպին։ Եկեղեցուց դուրս ունենք թոնից, որը դեռևս վերջնականապես բացված չէ։ Մենք ունենք տարածք, որտեղ սվաղված հատակ եւ պատեր ունենք, մտածում ենք դա ամբար է եղել։ Հայտնաբերված հնագիտական նյութը եւս հաստատում է, որ 12, 13, 14-րդ դարերում այստեղ իրականացվել է շինարարական միջամտություն։ Հարութ ջան, իսկ հնարավոր չի, որ հոգևորականները այս համալիրում ունենային թոնիր, ես չգիտեմ, ամբար եւ այլն։ Իհարկե հնարավոր է, սա վանքային տարածքին է պատկանում, վանքային այդ տնտեսական կառուցվածքները միանշանակ պատկանել են վանքին։ Այսինքն վանքի օժանդակ կառույցներ են եղել։ Այո։ հարավային պատի տակ բացվել է նաև տապանատան հիմքերը, որը հավանաբար կամ քանդվել է եւ չի վերականգնվել, կամ ուղղակի հենց կառուցման փուլում է կիսատ մնացել։ Մենք ենթադրում ենք, որ հիմնահողի հետ կապված ինչ-որ խնդիր է եղել սեյսմիկ տեսանկյունից եւ շինարարությունը այլևս չեն շարունակել։ Այ գիտես, շրջելով ամբողջ աշխարհում իմ մոտ տենց տպավորություն է, որ մենք մի 3-4 քայլ հետ ենք աշխարհից, բացատրեմ ինչի համար, երբ որ ֆորումի պես կամ կոլիզեի պես հնությունները իրենց շուրջ հավաքում են բազմաթիվ տուրիստների, մենք փորձում ենք այս ամեն ինչը կիսաքանդ վիճակում ներկայացնել տուրիստներին եւ հանրությանը։ Արդյոք ապագա պլաններում ամբողջական տեսք կունենա Կեչարիսվանական համալիրը իր բոլոր եկեղեցիներով եւ դամբարանադաշտերով, թե չէ։ Տեսեք, մենք էլ ենք նախատեսում մոտավորապես այդ սկզբունքով շարժվել, ինչը նկատի ունեմ, որ այս ամբողջ տարածքը փաստորեն ենթակա է պեղման, որը պեղումները կշարունակվեն մյուս տարի գարնանը։ Դրանից հետո արդեն ըստ իրավիճակի կհասկանանք ինչպես են կազմակերպում այդ ամեն ինչը, մոտեցումները, անցուղիները, դիտելիությունը հուշարձանը ինքը լինելի է բաց եւ տեսանելի այցելուների համար։ Եվ կառույցը նորահայտ եկեղեցին, եւ տապանները, այսինքն զբոսաշրջիկները կգան, կպտտվեն, կտեսնեն, կշոշափեն այդ ամեն ինչը, կարծում եմ հենց այդ նոր խոսքը, նոր մոտեցումը կկիրառվի նաեւ այստեղ։ Կեչարիսի պատմությունը ստացվում է, որ մենք թերի գիտենք, եթե վերստին պատմություններ են ջրի երես դուրս գալիս։ Այո, իհարկե, օրինակ պեղումների ժամանակ հենց այս եկեղեցու հարավային մասից արձանագիր քար են դուրս եկել, որը Խաչքարի պատվանդան է, ամբողջությամբ արձանագիր, որտեղ նշված են պատմական անձանց Հայոց կաթողիկոսի անուններ, իշխանական տան ներկայացի անուններ, որոնք մինչև այդ անհայտ են եղել։
եւ դրանք օգնում են ավելի լրամշակելու Քեչարիսի վանքի պատմությունը, ամբողջացնելու այդ ամբողջ ինֆորմացիան։ Փաստորեն 2026 թվականին նոր ստենդ կունենանք ինֆորմացիոն առումով։ Իհարկե։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ եւ ողջ այն համայնքին, կառույցին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր հայրենակիցները ել ավելի մոտ լինեն իրենց արմատներին եւ ակունքներին։ Շնորհակալություն։ Ձեզ է շնորհակալություն լուսաբանման համար։ Հնագետների հետ մեր աշխատանքն ավարտեցինք ու եկանք Ծաղկաձորի բարձունքները, զիպլայն։ Զգացողությունները, սիրելի տուրիստներ, խառն են լինելու, լարվածություն, վախ, մանավանդ տարվա այս եղանակին, մանավանդ որ գիտակցում ես, որ առջևում նոր տարի է ու Սուրբ Ծնունդ, չգիտեմ, մեկ ուզում ես, մեկ չես ուզում։ Առաջի մի քանի վայրկյանն է, երբ ոտքերդ հարտակից կտրվում են, հետո արդեն լարվածությունը անցնում է։ Պահ, տանը բտիրը տամ։ Ազատություն Ջորջ Բրոնսոնին։ Իդեպ ասեմ, որ երկու ուղղությունը կարժենա 10,000 դրամ։ Տեղեկացված եղեք այստեղ գալուց։ Ինչ տաքած էր մոտ Լեաննա ջան, ողջույն։ Հա, շնորհավորում ենք ձեզ ամանորի առիթով։ Ես նույնպես։ Խոստանում եք, չէ, կախարդական էմոցիաներ։ Այո, կփորձենք։ Ոնց եմ բռնում ենք։ Ոտքը վերևից անցկացնում ենք կլորակի մեջ։ Հասկացա։ Այս կլորակի մեջ։ Մյուսը։ Ոչինչ, որ ջինսով են։ Ոչինչ։ Մեզ մոտ ամեն հագստով էլ թռնում են։ Լավ։ Շորտիկով էլ։ Նույնիսկ հարսի շորով։ Այդ նոր բաներ։ Առաջին անգամ ենք թռնում։ Չէ։ Փորձել եք էլի մեզ մոտ։ Բայց մի քիչ լցվել եմ ոնց որ։ Ոչինչ։ Քաշայի խնդիր էլ չկա մեզ մոտ։ Թույն։ Այս իմ կյանքի թելն է, հա, ոնց որ Լեաննա։ Սա կախված էր կյանքը։ Հրմարեց ես։ Շատ։ Սիրելի տուրիստներ, այս այն պահն է, երբ մտքերդ խտանում են, գժվել թե չգժվել, թռնել թե չթռնել, բայց դե քայլն արդեն արված է ու սպասում ենք թռիչքին։ Սիրտը սկսում է արագ աշխատել։ Ganze Kämmer. Stay warm while the world get wetter. We the 18 secret plan come together. You'll beat such JB with no chance to let her. Ain't no denying, the world is no better. I had it up to here like a turtleneck sweater. Վերջ։ Ես այդ արեցին որն է, վախերս հաղթահարեցի ու ինքս ինձ լիք բան ապացուցեցի, որ այո, դու կարող ես, որ այո, մարդիկ ունեն թևեր, թրջեք, գնացեք, ուրախացեք։ Ծաղկաձորը այն եզակի տուրիստական վայրերից է, որտեղ
շաբաթը 1, ամիսը 1, տարին 1 ծնվում են նոր գաղափարներ հյուրանոցների հետ կապված եւ ռեստորանների հետ կապված։ Մեր ստեղծագործական կազմը կբնակվի Multigrand Resort-ում։ Ուզում եմ մի փոքր խոսել հարմարություններից, հսկայական պարկինգ եւ տուրիստական մեծ ավտոբուսների համար եւ սովորական սեդանների ու ամենագնացների համար, ինչպես նաեւ էլեկտրական լիցքավորիչներ ու ամենագլխավորը ճոպանուղի, մաքուր լեռնային օդ, հանգստի խոստում, տոնական մթնոլորտ։ Ձևավորումը դուրս գալիս է, արդեն դուրս գալիս է։ Այ ես հասկանում եմ, այս կոչվում է ընդունելություն Multigrand տարբերակով։ Ողջույն Լիլիթ ջան։ Բարև ձեզ, Բարիկալուստ, Multigrand Resort։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մենք ձեզ մոտ 2 սենյակ ենք ամրագրել։ Շատ լավ։ Կնշեք ում անունով եմ ամրագրում։ Հարությունյան Տիգրան։ Ահա, տեսա ամրագրումը։ Այո, խնդրեմ, այստեղ ձեր սենյակի բանալիներն են, 3-րդ հարկ։ Կարող եք բարձրանալ, մեր աշխատակիցները կողեքսեն ձեզ։ Հաճելի հանգիստ եմ մաղթում։ Մերսի շատ։ 3-րդ հարկ 301 Կտեսնվենք Տանի ջան։ Հաջող։ 3-րդ հարկ 301 սենյակն էլ դեմ դիմաց։ Ոնց եմ սիրում այս հանդիպումն առաջին հայացքից։ Ոչ միայն տպավորիչը, այլ նաև հետաքրքիր։ Ինչ ունենք։ Ունենք միջանցք, հայելի եւ զգեստապահարան։ Այս մեր հյուրա սենյակն է, որտեղ ունենք փափուկ կահույք, լրագրասեղան ու մեծ սեղան։ Նկարները են որ վերջնա։ Միանգամից հաղորդում են այդ վայբը, ծաղկաձորյան, լեռնային, անտառային, հավաքված պատ, պլազմա, աշխատանքային հատված ու խոհանոցային հատված։ Ինձ թվում է կարելի է միած սրճել ու շարունակել։ Rio Grande, ինչ ես անում դու մեզ հետ։ Արի ընտրենք light տարբերակը։ Ասեք, որ մենակ ես չեմ այսպիսին, դուք էլ երբ մտնում եք հյուրանոց, առաջին բանը, որ անում եք, սրճում եք, ու հետո շարունակում եք զննել սենյակը։ Մաքուր գույներ, ջերմ ինտերիեր, նենցա, որ բան չկա ասելու ու հյուրասենյակը դուրս շատ եկավ։ Այս մեր ննջասենյակն է, Այ քեզ king size կրկին հավաքված պատ, այս տարբերակում փափուկ, մանրուքներ, որոնք ստեղծում են ատմոսֆերա, որոնք ստեղծում են տրամադրություն տուրիստի համար։ Բարձերի քանակը 4-ն են, սպիտակեղենը մաքուր, փափուկ։ Եթե սիրում եք երես տալ ինքներդ ձեզ, խնդրեմ, իսեր Աստծո։ Այստեղ ամեն պայման ստեղծված է լիցքավորվելու, լիցքաթափվելու ու ճանապարհորդական երթուղիդ շարունակելու։ Որակ, նորարարություն եւ վստահություն։ Սիրում եմ, երբ հյուրանոցների համարներում հանդիպում եմ մեր հաղորդման գործընկերոջը Պապիրոսին, սա խոսում է լավ, իսկապես էլ լավ ընկերության մասին։ Եթե վստահում ես, դու ձեռք ես բերում որակ, իսկ դա շատ կարևոր հանգամանք է։ Եռաշերտ, փափուկ, այն որ ստեղծված է իմ համար։ Եվ ամենագլխավորը, ինչպես իմ, այնպես էլ բազմահազար տուրիստների համար, սանհանգույց, ինչպիսին է, ինչ հարմարություններ կան։ Միանգամից որ գույներից, փայլից մաքրության շունչ ես զգում, կոկիկության նույնպես։ Սրբիչների ու խալատների առատություն, սանտեխնիկան, ճոխ ու մաքուր։ Գիտեք, էլի պետքա կրկնվեմ, բայց
կան մանրուքներ, որոնք հանգիստդ էլ ավելի հարմարավետ ու հաճելի են դարձնում։ Այդ էս թարմությունն ու տարածությունն է։ Խնդրեմ եւ առանձին լոգա խցիկ։ Խնդրեմ։ Manchmal kennt das. Manchmal. Հյուրանոցի հարմարություններից եւ իմ համարից ես գոհ եմ։ Հանգստացանք, հիմա ժամանակն է զարմացնել մեր ստամոքսը։ Մեր հյուրանոցում կա ռեստորան Royal Sky ու այս խոհանոցը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Եվ այսպես տիկնակ եւ պարոնայք, տոնական լույսերի ու ջերմ մթնոլորտի ներքո սկսվում է մեր ամանորյա ընթրիքը։ Jingle bells, jingle bells։ Ինչպես տեսնում եք, մեր սեղանը լի է ավանդական ու հեղինակային ուտեստներով։ Հիմա սնվենք ու տանք ճիշտ կամ ճշգրիտ գնահատական։ Տեսեք, յուրաքանչյուր ափսե կամ տարա իր մեջ կրում է տոնական երեկոյի շունչը։ Այնպես որ եկեք սկսենք մեր հաղորդման գործընկեր Զանգեզուրի թրջնաֆաբրիկայից։ Տեսեք ինչ գեղեցիկ է զարդարված, թևիկ ու կարտոֆիլ։ Հիմա ձեր մոտ հարց կառաջանա, ինչ գործ ունի այս սև զանգվածը կարտոֆիլի վրա։ Այդ սև զանգվածը ձիթապտղի հող է, թեթև թթվաշություն ու շատ հաճելի աղիություն։ Այդ աղին էլ գալիս է պանրային սոուսից։ Շատ հավես համադրություն։ Եկեք քաղաքավարությանը զոհ չգնամ ու այս թևիկը հավի փորձեմ ձեռքերով։ Խրթխրթան ու օրիգինալ ձևով մարինացված։ Դուրս եկավ։ Սովորենք կծու թևիկներ փորձելու։ Այս տարբերակը ինձ թվում է ձեզ ավելի դուր կգա։ Կեչուպ։ Ճիշտ են ասում, որ ձևավորումը արդեն գործի կեսն է։ Ինձ դուր է գալիս մեր շեֆ խոհարարի ձեռագիրը։ 3 հաշվով 1, 2 եւ 3 շատ համով է։ Տակ համեմունքներ ու ձմեռային տրամադրություն։ Այս կծուի համար մեռնում եմ։ Այս վերջերս դարձել է թրենդային միանգամյա օգտագործման ձեռնոցներով հացկերույթը, մենք էլ փորձում ենք այդ նորաձևությունից հետ չմնալ։ Դե Տիգրան արի հիշի, շեֆ խոհարարն ասեց շատ հեշտ է, մի հատվածից ու մյուս հատվածից, բռնել եմ, հիմա պետք է պտտենք։ 4-3-2-1 Տիգրան գնաց։ Այնքան լավ եփված է միսը, տեսեք, որ ոսկորը առանձնանում է։ Այս իմ առաջին փորձն էր։ Մարդս վաղը մյուսօր մասնագիտական ուղղվածությունը կփոխեմ։ Կդառնամ շեֆ խոհարարի օգնական։ Այստեղ են ասել վայ չուտողին։ Այս տարբերակը հավանեցի։ Այմա զարմանում ես, ոնց են սենց համահունչ այս համեմունքները դասավորվել մսի մեջ։ Աղը տեղը, կծուն տեղը, ամեն ինչ տեղը։ Համարշման տեղին։ Մեր բարմենին նույնպես գովեստի խոսքեր, ինչու, որովհետև մեզ համար պատրաստել է հատապտղային լիմոնադ։ Իսկ դա հեշտ գործ չի։ Ճիշտ է, հյութի բաժակով կենացներ չեն ասում, բայց ես ուզում եմ այս պահին խմեմ հրաշքների համար։ Եվ ուզում եմ, որպեսզի 2026-ը իրականություն դարձնի բոլորիդ երազանքները։
Առավոտները Multigrand Resort-ում սկսվում են մեղմ լռությամբ ու թարմ բույրերով։ Իսկ բույրերը գալիս են այստեղից։ Օդն էլ կարծես ծաղկաջրով լցված լինի, այդ այնց թանձր բույր է։ Հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նաև նախաճաշ։ Ընտրի ինչ ուզում ես ու որքան ուզում ես։ Գյուղական ռեժան։ Վաու։ Ես նոր տարվա առավոտները միշտ ասոցացնում եմ նրբաբլիթի հետ։ Բլինչիկի։ Ասեք, որ ձեր մոտ էլ ատենց։ Փոքր էլ վիտամինային պաշար։ Գնացի։ Այնքան հաճելի է, երբ ռեզորտը պահպանել է կանոնակարգը, բնության եւ մարդու։ Պատուհանից այն կողմ եղնիկներն ու եղջերուներն են նախաճաշում, մենք էլ էստեղ։ Ու ստացվում է, որ այս պարզապես նախաճաշ չի։ Այս երևույթը, երբ օրը սկսվում է ներդաշնակությամբ ու շնորհակալությամբ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ու մենք շտապում ենք տարվա գլխավոր հոգևոր արարողությանը, նոր ներքին։ Տեր Մաշտոց ջան, օրնեցեք։ Ջան, աստված օրհնի։ Ոնց եք։ Փառք Աստծո, դուք լավ եք։ Լավ, շնորհակալ եմ, չենք ուշացել, չէ՞։ Լավ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն մեր սուրբ եկեղեցիներում ամեն տարեմուտին կատարվում է նրորդնեք, հաստատված վեապար Հարապետի ձեռամբ։ Նրորդնեկի խորհուրդը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը լինի կուռ միասնական։ Մենք կարծես թե մեր ժողովրդի զավակները նռան այդ հատիկներն են, որոնք կաղապարված են նռի մեջ եւ միասնականության խորհուրդն է դրված նրորդնեկի կարգի մեջ, որ մեր ժողովուրդը լինի մեր հայրենիքում պայծյանի մեջ ամբողջական, միասնական։ Փառք Սուրբ Խաչի տալելույա։ Սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ ձեր ամանորը եւ գալիք Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ, որ այս տարի դառնա հոգեվոր նորոգության տարի եւ մենք ինքներս մեզ երբևիցե չհամեմատենք ուրիշ մարդկանց հետ, այլ մենք ինքներս մեզ համեմատենք երեկվա մեր տեսակի հետ, թե այսօր երեկվա իմ տեսակից ինչքանով եմ ավելի լավը, կատարյալը, բարին։ Թող Աստվածային սերը, խաղաղությունը գերակշռի մեր հայրենիքում եւ մեր օջախներից ներս։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այ էս իսկապես էլ զորությունը։ Գիտես, նենց զգացողություն է, որ աշխարհը նույնն է, բայց դու փոխվել ես։ Այս աղոթքից հետո, այս արարողությունից հետո մի տեսակ թեթևություն ես զգում։ Ինչը մաղթում ու ցանկանում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որովհետև հավատացեք, այս աշխարհում եկեղեցուց դուրս գալուց հետո դու զգում ես, որ դու մենակ չես։ Այսինքն ներսիդ լույսը շատացել է։ Նռան հատիկների առատության պես։
Տեր Մաշտոցից մեր չափաբաժին օրհնությունը ստանալուց հետո ժամանակն է, որպեսզի ուրախանանք, չէ՞։ Ու դիմավորենք ձմեր պապիկին ու ձունանուշին, չէ՞։ Ու սպասենք, թե երբ են վառվելու գլխավոր տոնածառի լույսերը, չէ՞։ Իսկ որ երգեն ուրախանալու ես, բարելու ես։ Այսպեսի բարձր տրամադրությամբ ազդարելու ենք սկիզբ 2026-ի։ Սիրելի հեռուստադիտող ընձեռված հնարավորություն օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ծաղկաձորի համայնքապետարանին, որ բոլոր տուրիստներին եւ Ծաղկաձոր եկած հյուրերին տալիս է այս ամանորյա վայբը։ Եկեք մոտենանք մուլ հերոսներին։ Գուշակել ես արդեն հանելուկը, չէ՞։ Գուշակել եք արդեն։ Այս հանելուկները գուշակեցիր, թե չէ։ Ուշի ուշով ներկայացնում ենք ձեզ միջոցառման ընթացքը, եղան աճպարարներ, եղան մուլտ հերոսներ, իսկ հիմա արդեն ծաղրածուներն են, աղշատ հետաքրքիր է ու հեքիաթային, վերադառնում ես միանգամից մանկություն, այն որ Շնորհավոր գալիք ամանոր և սուն ծնուր ձեքերվեր։ Երկնքից կծում է տես երկը ու ծիծաղը և այսօր երբաղը մանքների խաղը դրսնդյուն ես գիտակ ձուն։ Տեսնվով է ամենալավը պարում։ թվականի ձեռքբերումներից սկսենք խոսել։ 2025 թվականին մենք ունեցանք ամենակարևորը մեր երկրի համար, մեր ազգի համար ունեցանք խաղաղություն եւ Աստված այդ խաղաղությունը շարունակական լինի։ Մենք Ծաղկաձոր համայնքում ունեցանք բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչեցինք եւ մեր համայնքը օր-օրի արդեն ծաղկում է։ Եվ կցանկանամ 2026 թվականին բոլորի ընտանիքներին լինի հաջողություն։ Թող առողջ լինեն բոլորը իրենց ընտանիքներում։ Եվ շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը, թող Աստված պահպան լինի մեր ազգին։ Սիրելի հեռուստադիտող, վերջ ենք դնում 2025-ին, դիմավորում ենք 2026 թվականը։ Ես ուզում եմ, որպեսզի 2026-ը ձեզ բերի շատ ճանապարհորդություններ, լինեն շատ բացահայտումներ, ավելի շատ սիրենք Հայաստանը, ավելի շատ սիրենք մեր հայրենիքը, որովհետև այդ ճանապարհորդություններով մենք հասկանում ենք Հայաստանի սիրտն ու հոգին, Հայաստանի տրամադրությունն ու տրամադրվածությունը։
շատ հոգնած ես, բայց հավատա, որ ոչինչ չէր լինի նենց, ոնց հիմա է։ Եթե դու ժամանակին այդքան չպայքարեիր, ուժեղեի, իմացի, որ քեզ շատ սիրում ու պինդ գրկում եմ։ Շնորհավոր գալիք նոր տարի։ Կասես։ Շնորհավոր։ Շնորհավոր գալիք նոր տարին։ Թող 2026-ը եւ իրեն հաջորդող բոլոր տարիները լինեն լավ։ Ասա շնորհավոր։ Շնորհավոր։ Լինեն խաղաղության, հաջողության ու առողջության տարիներ։ Բոլորիս Սառացրեք։ Ինչ են արել։ Սառացրեք։ 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 Կասոնում։ Չէ, սա գնում ենք համերգ։ Մենք շտապենք արդեն համերգի, պետք է երգենք։ Նոր տարի հերվից ահա լույս է քո մոտենում տարի ուրիշ տարի դու նվեր սեր ու խնդության դու իմ բարի այնքան մեզ սերում ես ու վերհանում արի ոգիր քո բարության բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը, թող գալիք տարում բոլորը հասնեն իրենց լիքը նպատակների։ Նոր ճանապարհ ձեզ նոր տարում եւ թող յուրաքանչյուր կանգառ ձեզ նվիրի գեղեցիկ հիշողություններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։